Ուրեմն այս խաչմերուկում էր, որ 2021 թվականի ընտրությունների քարոզարշավին Չինչին գյուղի բնակիչների չել էին այս խաչմերուկ եւ զրույցի ընթացքում իմացա, որ իրենց գյուղի ճանապարհը ընդհանրապես ասֆալտապատ չի եւ ասֆալտապատ չի եղել երբեք եւ հիմա բնականաբար այդ ժամանակ ասացի, որ կհիմնանորոգվի, այսինքն կհիմնանորոգվի որն է, կասֆալտապատվի եւ կբերվի տեսքի եւ հիմա եկել ենք Տավուշի մարզ, քանի որ այսօր ճանապարհների օր է հիմնականում թթուջուր նավուրը տեսակ հատվածական եւ հիմա սա Չինչինի ճանապարհն է, որ նախկինում երբեք ուզում եմ էլի կրկին ուշադրություն հրավիրեմ ձեզ, նախկինում երբեք գյուղը ասֆալտապատ ճանապարհ չի ունեցել, այսինքն գրունտային ճանապարհ է եղել։ Հիմա ճանապարհը կարծեմ 2024 թվականի վերջին ենք ավարտել, եթե չեմ սխալվում, կամ 25 թվականի սկզբին, ահա այս տեսքը ունի եւ կարծում եմ սա բնականաբար գյուղի համար պատմական իրադարձություն է, բայց մեզ համար էլ է պատմական իրադարձություն, երբ որ գյուղը, որը երբեք Չինչին հանրահայտ գյուղը, որը երբեք չի ունեցել ասֆալտապատ ճանապարհ, այդ անցումը տրակտորների համար անցումներն են, դաշտից դաշտ անցնելու համար, եւ ահա գյուղը, որը նախկինում չի ունեցել ասֆալտապատ ճանապարհ, հիմա ունի այսպիսի ճանապարհ, ընդ որում մի հատը ներքևի հատվածից Բերդ Իջևան հին մայրուղուց գալիս է հասնում է Նավուր գյուղ, որտեղ հաջորդիվ ես կփորձեմ ցույց տալ նաև Իծակար Գանձակար արդեն իսկ պատրաստ ճանապարհը, ինչի կփորձեմ, որովհետև ինչպես Թթուջուր Նավուրի հատվածից դուք համոզվեցիք, այդ հատվածներում մենք դեռ ինտերնետի խնդիր ունենք, որովհետև այդ ճանապարհ նախկինում չի եղել եւ մենք բնականաբար այսօր խոսում ենք մեր գործընկերների հետ, կապի պրովայդերների հետ, որ եւ Թթուջուր Նավուրը եւ Գանձակար Իծակարը պետքա նորմալ ինտերնետով ապահովված լինեն, մանավանդ որ երկու ճանապարհներն է տուրիստական ահռելի պոտենցիալ ունեն եւ մենք նաեւ սպասում ենք ներդրումային ծրագրերի Թթուջուր Նավուրի եւ Գանձակար Իծակարի հատվածում, որպեսզի նաեւ համակարգված ձևով աջակցենք հնարավոր ներդրումային ծրագրերին։ Իսկ այս պահին էլի հիշեցնեմ, մենք գտնվում ենք Չինչին տանող ճանապարհի վրա եւ Չինչինից դուրս եկող, որովհետեւ հիմա ներքևի հատվածից Բերդ Իջևան հին ճանապարհից բարձրանում է Չինչին, հետո բարձրանում է մինչեւ Նավուր գյուղ։ Սա ճանապարհը, որ նախկինում գոյություն չի ունեցել երբեք, Չինչին գյուղը երբեք ասֆալտապատ ճանապարհ չի ունեցել։ Ահա տեսեք, էս էլ անցումն է նեղ դաշտից դաշտ տրակտորների համար, որ ասֆալտը չվնասեն։ Եվ Չինչինն է հոյակապ տեղա, միջալոց բնակիչների հետ շփման ընթացքում ասացի, որ ճանապարհը իհարկե նաև տուրիստական հոսքեր կբերի, նրանք ովքեր սիրում են մարզերում ճամփորդել, հեսա մտանք Չինչին գյուղ։ Մարզերում ճամփորդել խորհուրդ եմ տալիս անպայման գալ Չինչին, Նավուր, Իծակար, այս հատվածները չնաշխարհիկ բնություն ունեն։ Տեսեք Չինչինում, էլ չասեմ, որ բնականաբար ասֆալտ չի եղել, բնականաբար այս ճանապարհային նշաններն էլ չեն եղել։ Ուշադրություն դարձրեք ջրահեռացման համակարգին, որ ճանապարհի աջ կողմում տեսնում եք ջրահեռացման համակարգը, նաև որոշակի թեքություններ ունի, որպեսզի ճանապարհը երկար ծառայի։ Սա շատ մեծ գործ է, ես իմիջայլոց ասեմ, Թթուջուր Նավուր Գանձակարի Իծակարը առնվազն բարոյական արժեքով հյուսիս-հարավին մոտիկ նշանակություն ունի գոնե ինձ համար։ Նաև այն պատճառով, հա տեսեք սրտիկներ, նաև այն պատճառով, որ ես խոստացել էի, որ կլինի, բայց անկախ խոստումից գյուղը ոնց կարա, գյուղը զարգանա առանց ճանապարհ ունենալու, դա հնարավոր չի։ Իհարկե առաջիկայում նաև Նավուրի ճանապարհը կսարքենք,
որ արդեն հիմնանորոգում է, նախկինում եղել է այդտեղ իհարկե ասֆալտ, բայց հիմա բավականին վատ վիճակում է։ Իմիջիալը ես ուզում եմ, որ ճանապարհը տեսնեք ամբողջական, այնքան ինչքան թույլ կտա ինտերնետը, այնքան ինչքան թույլ կտա ինտերնետը, ես այս եթերը կպահեմ, որպես սա Չինչին գյուղն է։ Չինչին գյուղն է, որը այս ճանապարհը նախկինում երբեք չի եղել, ասֆալտ չի ունեցել։ Այսօր ճանապարհների օր են կանելու, որտեղ հեսա գնում են գանձակարից, իծակար գանձակարն էլ նայենք, տեսեք նորից տրակտորի անցում, նորից ճանապարհային նշան, հետիոտնային անցում Չինչին գյուղում եւ ընդհանրապես մեր գյուղերում, սա հոյակապ է, ճանապարհային նշաններ, գլխավոր ճանապարհ, Զիջիր ճանապարհը եւ այլն եւ այսպես շարունակ։ Իրոք են ցույց տամ մի վարքյան։ Հենց նստած ձեզ համար աշխատում եմ, որ ձեզ ցույց տամ ճանապարհները։ Նայեք ինչ լավ ճանապարհ է։ Անպայման եկեք Չինչին, Նավուր, շաբաթ կիրակիներ անցկացնելու, հիմա արդեն գարունը բացվել է, ծիտիկները ծլվելում են, այնպես որ Բերդ խոշորացված համայնք ընդհանրապես պատրաստ է ընդունել Մովսեսից, Չինչին, Չինարի խաղաղության պայմաններում ընդհանրապես որևէ խնդիր չկա եւ պետքա, ես համոզված եմ շատերը այս կողմերը չեք եղել, պետքա մենք ճանաչենք Հայաստանի Հանրապետությունը։ Հայաստանի Հանրապետությունը ինչքան շատ ճանաչենք, այնքան ավելի պարզ կլինի, թե ինչի մասին է իրական Հայաստանի գաղափարախոսությունը։ Այս ամեն ինչի մասին է իրական Հայաստանի գաղափարախոսությունը։ Այս ճանապարհի մասին է իրական Հայաստանի գաղափարախոսությունը, այն ճանապարհի, որ նախկինում երբեք գոյություն չի ունեցել։ Նայվում է, չէ՞, ժողովուրդ, ոնց որ ասում են, ինչքան նայես, նայվում է։ Բայց եթե բախտես բերի գանձակար իծակարում ինտերնետ լինի, հախումի կամուրջը կա այնտեղ։ Ինտերնետ չլինի, ես որտեղ ինտերնետ չկա, վիդեոներ եմ անում, բայց ուղղակի հետո դժվար է ալնելու, ժամանակ չի լինելու։ Հիմա շատ հարմար է ուղիղ եթերով ինչ որ ուզում եմ ցույց տամ։ Հախումի պատմական կամուրջը կա գանձակար իծակարում, որը օգտագործվում էր երթևեկության համար, բայց այնտեղ հիմա մենք նոր կամուրջ ենք կառուցել, որպեսզի հախումի կամուրջը վերականգնենք որպես պատմամշակութային հուշարձան, լուսավորենք եւ այլն եւ իր վրայով երթևեկությունը փակենք, որպեսզի մարդիկ գան այդ կամուրջին նայելու։ Անպայման եկեք, անպայման տեսեք։ Ես օրինակ վստահ չեմ, որ նույնիսկ Բերդ խոշորացված 100% համոզված եմ, Բերդ խոշորացված համայնքում բազմաթիվ բնակիչներ կան, որ այս ճանապարհը չեն տեսել։ Վստահ եմ կլինեն մարդիկ, որ նույնիսկ չեն էլ լսել, որ կառուցվել է այս ճանապարհը, որ նույնիսկ չեն էլ լսել, որ Չինչինը երբեք ճանապարհ չի ունեցել։ Այս հենց աղբյուրներ կան ճանապարհի եզրին, որտեղ կարելի է կանգ առնել, հանգստանալ, ճաշել, խորոված անել, ուղղակի նստել ես ծառերի մեջ։ Մեկնաբանություններում գրում են, որ մարդիկ իրենց տները կարգի բերեն, դե որ դուք գաք արդեն Չինչին եւ այլն, ու ձեզ այդ միշ չբերեք, հաց չբերեք, ձու չբերեք, ուտելիք չբերեք, գաք էստեղից առնեք
Մարդիկ էլ կամաց կսկսեն իրանց ցանկապատերը նորոգել, իրանց տները կարգի բերել, տեսքի բերել ու տենց կստացվի։ Այնպես որ եւ Չինչինում առևտուր անելիս էլ խանութից առևտուր անելիս չմոռանաք ՀԴՄ վերցնել, իսկ անհատներից բնականաբար տենց բանի ակնկալիք եւ անհրաժեշտություն չկա։ Բայց համոզված եմ մարդիկ հաճույքով եւ էժան գներով ձեզ կաթել կվաճառեն, ձուել կվաճառեն, միսել կվաճառեն, հավել կվաճառեն, հացել կվաճառեն։ Սա հիշեցնեմ այն ճանապարհն է, որ նախկինում երբեք ասֆալտ չի տեսել։ Այ միջայլոց էսա որ իծակար գանձակարով էլ անցնենք, նույն վիճակն էլ ընդեղ է։ Հիմա եկանք հասանք Նավուր ու այստեղ մեր կառուցապատված ճանապարհը ավարտում է եւ հասնում ենք ոչ այնքան լավ վիճակում գտնվող ճանապարհի։ Բայց ինչպես տկեն նախարարը տեղեկացրեց, վաղը Նավուրի այս ճանապարհի հետ կապված մրցույթը կհայտարարվի եւ շինարարությունը առաջիկա ամիսներին կմեկնարկի։ Այ պատկերացրեք, հեսա մի քանի, ասենք օրինակ սեպտեմբերին կգամ Նավուր եւ սենց էս հիշեք էս տեսարանը։ Էս տեսարանը հիշեք, սեպտեմբերին կգամ Նավուր, սեպտեմբերին, հոկտեմբերին երևի ավարտված կլինի մաքսիմում։ Կգամ Նավուր ու նույն ձևով ուղ եթեր կանեմ, կասեմ հիշում եք ժողովուրդ, որ եթե Մխիթար Հայրապետյանը ինձ լսում է, ինձ լսում է, հույս ունեմ, որ նաև Գանձակար, Իծակարի եւ Թթուջուր Նավուրի ինտերնետի հարցերը կլուծենք մինչև, չգիտեմ մինչև, ես լավ պատկերացում չունեմ, թե ինչքան ժամանակ է վերցնում այդ խնդրի լուծումը, բայց ես հանձնարարել եմ, որ ընդհանրապես բոլոր ավտոմայրուղիների կողքը։ Հիմա ընդհատում եմ եթերը, սիրելի ընկերներ, էսա որ հասնենք Գանձակարի Ծակարին, այնա հասնում ենք։ Նորից եթեր կմտնեմ, այնտեղ ինտերնետի վիճակի մասին չգիտեմ, բայց այդ ճանապարհի մասին էլ առանձնահատուկ պետք է պատմեմ։ Այսքանով ավարտում եմ։ Էլիով նոր միացավ այս քանդած հատվածները Նավուրի հատվածն է, Չինարի ճանապարհը ավելի վաղ եմ ցույց տվել, այս ճանապարհի հատվածի կառուցման հիմնանորոգման մրցույթը վաղը հայտարարվում է, այսքանը։